Հիմա մեր պահանջը կայանում է նրանում նախ քննարկում կատարեն, լսեն մեր դիտարկումները, եթե մեր դիտարկումները կլինեն ոչ բավարար եւ մեզ կհիմնավորեն, որ այո, հաշվապահական եւ իրավաբանական ընկերությունները պարտադիր պետք է աշխատեն ավելացած արժեքի հարկի դաշտում, մենք կողմ կլինենք այդ ամեն ինչին եւ օրենքի փոփոխությունը պետք է կատարեն հունվարի 1-ից։ Գիտեք, բացի այդ հարկային օրենսգրքով ամրագրված է, որ վատթարացնող նորմերը, եթե օրենքի փոփոխություն է կատարվում, վատթարացնող նորմերը ուժի մեջ են մտնում օրենք ընդունելուց հետո առնվազն 7 ամիս հետո։ Այդ նորմը նույնպես հաշվի չի առնվել եւ ստացվում է, որ օրենքը կյանքի է կոչվում 2-3 ամիս հետո։ Մեր ամբողջ պահանջը կանում է դրանում եւ այստեղ նայեք տեսեք, եթե մեզ օրինակ հարկվճարողներից լրացուցիչ հարկային բեռը ավելանում, արդեն մեր մոտ հարկային բեռը հունվարի 1-ից ավելացել է 5%-ը դարձել է 10%, մի հատ էլ հուլիսի 1-ից 10%-ը մոտավորապես եռապատվելու է, դառնալու է 30%, եւ այսօր գործող ստվերում աշխատողների համար ավելի բարենպաստ պայմաններ է ստացվելու է, որ ստվերում աշխատող հաշվապահները, որոնք որ անհատ ձեռնարկատե գրանցված չեն, իրավաբանականից գրանցված չեն, ավելի ցածր արժեքով շարունակել են առաջարկել բիզնեսի ծառայությունները, իսկ մենք, որ օրինակ հարկվճարողներ են, գրանցել ենք բոլոր աշխատողներին, պայմանագրային արժեքները ճշգրիտ ֆիքսել ենք, մեզ մոտ ավելի է տարբերվելու գնառաչարկը։ Եվ բացի այդ, տեսնում ենք, որ այսօր նաև բողոքի ակցիա են իրականացնում փոքր եւ միջին բիզնես իրականացնողները, փոքր եւ միջին բիզնես իրականացնողի հարկման դաշտը նույնպես հունվարի 1-ից բարձրացել է եւ մինչ այդ էլ մենք քննարկումներ ենք արել, մենք բարձրացնել ենք, որ 5%-ը 10% դարձնելը բոլոր ոլորտների համար ճշգրիտ չի լինի եւ խնդրեմ այսօր տեսնում ենք բողոքի ակցիաները եւ տեսեք ինչ է կատարվում։ Փոքր եւ միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, պահանջում են գույքագրումներ եւ այդ ամեն ինչի արդյունքում հաշվապահական ծառայությունների արժեքն է բարձրացվելու։ Ստացվում է, որ ավտոմատ կերպով հաշվապահական ծառայությունների արժեքը պետք է բարձրացվի եւ մյուս կողմից էլ հենց հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունների հարկերն են բարձրացում, այսինքն փոքր եւ միջին բիզնեսի կյանքը էլ ավելի է բարդանալու հուլիսի 1-ից, պայմանավորված նրանց հաշվապահական հաշվառումը բարդացնելու հետ եւ մեր հաշվապահական ընկերությունների ծառայությունների արժեքները կարծես թե մենք ստիպված պետք է լինենք 30%-ով գների վերանայում կատարենք։ Եթե մենք չկարողանանք գների վերանայում կատարենք, շատերը անցնելու են ստվերի դաշտ կամ փակվելու են։ Մենք խնդրում ենք, որ այս բոլոր մեր պահանջները հաշվի առնեն եւ եթե հրապարակայնորեն կամ որևէ այլ կերպ մեր ընդհանուր քննարկումներում կլսենք հիմնավոր դիտարկումներ, մենք ինքներս համաձայն կլինենք հարկերի բարձրացմանը։ Եվ հաշվապահական ընկերությունների մասով եւ մնացած ոլորտերի մասով, տեսեք, եթե մենք այսօր խոցելի է դարձել փոքր եւ միջին բիզնեսը, բնականաբար դա խոշորացման է տանում, արհեստական մոնոպոլիա ենք ստեղծում, իսկ կայուն տնտեսության մեջ փոքր եւ միջին բիզնեսների կշիռ ինչքան մեծ է լինում, այդքան տնտեսությունը ավելի կայացած է լինում։ Իսկ մեզ մոտ կարծես թե հակառակն է եւ վերջի տարիներին հարկային բեռի հիմնական ավելացումը եւ թիրախը փոքր եւ միջին բիզնեսն է։ Մեր բոլոր դիտարկումները, որ խոշոր բիզնեսին հարկ վճարելու համար չի կարելի փոքր եւ միջին բիզնեսի ձեռքերով խոշոր բիզնեսին հարկ վճարել, դա կարծում ենք իրավաչափ է, որ օրինական չէ։ Եվ ինչ ունենք այսօր, ունենք այն, որ բողոքի ակցիաներ են կատարվում, իսկ սա առաջի եռամսյակն է ընդամենը։